վարչապետ, այսօր առավոտյան հայտնի դարձավ NVIDIA-ի ծրագրի հետ կապված, հետաքրքիր է ձեր կարծիքը դրա նշանակության մասին, արդեն իսկ մեկնաբանություններ կան, որ դա ԱՄՆ-ի վստահության մասին է խոսում, որ դիտում է Հայաստանը ոչ արդեն որպես Ռուսաստանի ազդեցության գոտի, տնտեսական, քաղաքական նոր իրողության մասին եւ այլն, եւ մի հարցել հիբրիդային պատերազմի հետ կապված փորձագետները ընտրությունների նախորդող փուլում ահազանգում են դրա ահագնացող տեմպերի մասին, հետաքրքիր է ինչ է արվում այդ արտաքին ազդեցությունը նվազեցնելու համար ու միջազգային գործընկերների աջակցության կարիք կա թե չէ այստեղ։ Նախ Firebird ընկերության ծրագրի եւ NVIDIA-ի արտանման լիցենզիայի մասին ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Տրամփին, որովհետև նաև իհարկե այդ ծրագիրը իրականացվում է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված մտադրությունների հուշագրի տրամաբանության մեջ եւ նաև ես վերջերս առիթ ունեցա նախագահ Տրամփի հետ խոսել այդ թեմայով, որպեսզի ընթացակարգերի հետ կապված որոշակի մտահոգություններ ունեին ներդրողները եւ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Սպիտակ տունը պատշաճ եւ շատ արագ արձագանքեց եւ այդ ծրագիրը արդեն ըստ էության վստահաբար ներդրումային ծրագիրը կյանքի կկոչվի։ Ինչ վերաբերում է հիբրիդային եւ շնորհավորում եմ Firebird ընկերությանը եւ ընդհանրապես ոլորտին, տեխնոլոգիական ոլորտին եմ շնորհավորում, որովհետև կարծում եմ դա իսկապես շատ ծանրակշիռ նշանակության ներդրումային ծրագիր է եւ մեզ բոլորիս եմ շնորհավորում այդ առիթով եւ ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմի դրսեւորումներին, դե կտեսեք հազար ներողություն, տեսեք մենք սենյակներում բանակցությունների մասին ինչ ենք խոսում եւ ինչ հավաստի տեղեկություններ են, հավաստի տեղեկությունները ուղիղ հակառակի մասին են եւ որն է մեր գործիքը հիբրիդային այդ սպառնալիքների դեմ պայքարելու, մեր գործիքը թափանցիկությունն է, ժողովրդավարությունն է եւ ակտիվ հաղորդակցությունը հանրության հետ։